Ելի հայրենակիցներ, բարև ձեզ, ես Գեորգի Թոմասյանն եմ Թբիլիսից, Վրաստանից եւ այսօր ձեր հետ միասին մենք կխոսենք Նիկոլ Փաշինյանի Հայաստանի վարչապետի նոր կարևոր հայտարարության մասին։ Րոպեներ առաջ ինքը գրեց իր Facebook-յան էջում եւ տեղակայեց նաեւ այդտեղ այն պլանը պետական հեղաշրջման, որը հայտնի է դարել Հայաստանի պետական կառույցների համար եւ ըստ որի ուրեմն Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գարեգին II Կտրիչ Ներսիսյանը եւ Սամվել Կարապետյանը եւ իրանց կից ուժերը, մենք բոլորը այդ ուժերը գիտենք, ովքեր են եւ ինչ էին նախապատրաստում, այդտեղ մանրամասն այն պլանն է, որով իրենք պետք է կազմակերպեն Հայաստանում պետական հեղաշրջում եւ վարչապետ Փաշինյանը ընդգծեց, որ պետական հեղաշրջումը տապալվել է Հայաստանում։ Ես դե շնորհավորում եմ հարգելի հայրենակիցներ։ Մենք ձեր հետ միասին ամիսների ընթացքում խոսում ենք սրա մասին։ Իհարկե ես պետք է ասեմ, որ ես որևէ տվյալներ այդ պլանի մասին, նկատի ունեմ այդ փաստաթղթի մասին, որը այսօր հրապարակվել է, չեմ ունեցել։ Բայց իմ վերլուծությունը, որը այս մեր էջի վրա կա, ապացույցներով եւ տրամաբանորեն բերում էր նրան, որ հենց այդ ուղղությունով է շարժվելու Ռուսաստանը եւ Ռուսաստանի գործակալները Հայաստանի տարածքում եւ տրամաբանականներ միակ տարբերակներ նույնիսկ կարելի ասել, թե ինչ էին իրանք նախապատրաստում։ Իհարկե տեխնիկական տարբերությունները, թե ինչ է ինչուց հետո պետք է արվեր, դա երկրորդ նշանակություն ունի, երկրորդական, բայց ամենակարևորը այն է, որ ընդհանուր պատկերը, որի մասին մենք ձեր հետ մանրամասն խոսել ենք, որի մասին մենք ձեր հետ նաև քայլեր ենք կատարել։ Ուզում է լինի դա այստեղ ինֆորմացիոն դաշտում, որտեղ որ մենք ազդեցությունը ուղղել ենք Հայաստանի իշխանություններին նախազգուշացնելու, Հայաստանում հանրային կարծիքը ձևավորելու եւ ընդհանուր առումով ճիշտ ուղղությունով քայլեր կատարելու ուրեմն ուղղությամբ, բայց բացի դրանից շատ կարևոր էր նաև առանձին ուզում է դա լինի Հայաստանի գործող իշխանությունների հետ, ուզում է լինի տարբեր ազդեցություն ունեցող անձնավորությունների հետ, քաղաքագետների եւ այլն, միասնական մեր աշխատանքը, որը մենք ծավալել ենք նրա համար, որ այս ծրագիրը հայ ազգի դեմ ուղղված պետական հեղաշրջման տեղի չունենա։ Եվ շնորհավորում եմ բոլորիս։ Սա մեր բոլորի հաղթանակն է։ Հայաստանում պետական հեղաշրջման օրակարգը տապալվել է եւ Կտրիչ Ներսիսյանը, որը պետք է ղեկավարեր եւ գլխավոր դեմքերից մեկը լիներ այդ հեղաշրջման, տապալվել է իր ցանկություններում։ Ինչպես նաև Սամվել Կարապետյանը, որը գիտեք 2 ամսով բանտում է գտնվում եւ իր ապագան պարզ չէ, որովհետեւ Հայաստանը թույլ չի տա, որ հատկապես այս իրավիճակում եւ ընդհանրապես Հայաստանի պետականության պետական շահերը հաշվի առնելով տեղի ունենա պետական հեղաշրջում ռուսական ուժերի կողմից։ Հիմա սա կարևոր արձանագրում է, սա առաջերտի նշանակում է, որ մեր վերլուծությունները ձեր հետ միասին, որոնք կարելի է գնալ եւ հեշտ ստուգել մանրամասն, 100%-ով նորից, ինչպես Իրանի դեպքում 100%-ով ճիշտ են հայտնվել։ Դա միայն ավելացնում է պատասխանատվությունը մեր վերլուծություններին, որ մենք գիտենանք, թե ինչ ուղղությունով ենք փորձում մեր ուժերը ուրեմն կոնցենտրացնել եւ զարգացնել մեր հնարավորությունները եւ հիմա դա պետք է լինի Կտրիչ Ներսիսյանից հայ առաքելական եկեղեցին ազատելու հարցը։ Պարոն վարչապետ, Հայաստանի իշխանություններ, հարգելի, հարցը միջև վերջ ավարտված չէ, որովհետեւ չնայած նրա որ ուրեմն էլեկտրոնային ցանցերի պետականացումի գործընթացը շատ ակտիվ փուլ է մտել եւ այսօր նաեւ վարչապետ Փաշինյանը դրա մասին հայտարարել է եւ ողջունում եմ այս ակտիվ քայլերը եւ հուսով եմ արդեն մոտակա օրերի ընթացքում այդ գործընթացը կավարտվի, բայց հայ առաքելական եկեղեցում խնդիրը լուծված չէ եւ այդտեղ կա մեկ անձնավորություն, քաղաքացի, հասարակ քաղաքացի, հիմա ինձ կարծեն ով է ոչ հասարակ քաղաքացին, Հայաստանի պետական պաշտոն զբաղեցնող անձերը ոչ հասարակ քաղաքացի են այս պահին, երբ զբաղեցնում են այդ պաշտոնը։ Հասարակ քաղաքացի Կտրիչ Ներսիսյանից պետք է ազատել մեր կարևորագույն կառույցը, մեր կարևորագույն կառույցը։ Ինչու եմ ասում մեր, որովհետև այսօր այնպիսի մթնոլորտ է ստեղծված, իբրև դա իրենց կառույցն է եւ մենք այդ կառույցի դեմ ենք, իբրև իրականում դա մեր կառույցն է եւ իրանք գրավել են, օկուպացրել են մեր պատմական կառույցը։ Ուստի պարոն վարչապետ, Հայաստանի հարգելի իշխանություններ, կարծում եմ պետք է հարցը լուծել շատ շուտ, որովհետև մենք իրավունք չունենք վնասելու մեր պատմական կառույցին եւ իր հեղինակությանը։
Իսկ անձերի հեղինակությունը իհարկե ուրիշ պատմություն է։ Ուստի ես կոչ եմ անում ձեզ տալ հրաման։ Անհրաժեշտ է միայն մեկ հրաման։ Դուք արդեն արձանագրել եք, որ սա ազգային անվտանգության հարց է, պարոն վարչապետ։ Դուք եք դա արձանագրել։ Հայաստանի Հանրապետությունը ունի ազգային անվտանգության ծառայություն, որը ձեզ է ենթարկվում եւ որը կատարելու է ձեր բոլոր հրամանները եւ հաշվի առնելով, որ կա ազգային անվտանգության սպառնալիք եւ կա ազգային անվտանգության ծառայություն եւ կա վարչապետ լեգիտիմ, որը իրավունք ունի եւ պարտականություն ունի, կներեք ինձ, պարտականություն, որ պաշտպանի Հայաստանի անվտանգությունը ազգային, տվեք այդ հրամանը եւ ավարտենք այս հարցը շատ շուտ։ Նախքին այդ գործակալների հետ հարցերը ավարտված են իհարկե, քաղաքական դաշտում նկատի ունեմ։ Սամվել Կարապետյանի հարցը պարզ է արդեն, լուծում է տրվել։ Մնում է միայն Կտրիչ Ներսիսյանը, տվեք լուծում Կտրիչ Ներսիսյանի խնդրին։ Դա մեզ բոլորիս շատ անհրաժեշտ է, հայ ազգին անհրաժեշտ է։ Ուրեմն հաղթանակի կեսն է այն, որ տապալվել է հեղաշրջման փորձը, բայց Կտրիչ Ներսիսյանի հարցը պետք է լուծվի։ Շատ շուտապույտ պետք է լուծվի, պարոն վարչապետ։ Չի կարելի թույլ տալ, որ իրենք նորից կարողանան համախմբվել եւ ուժերը միավորել նրա համար, որ երկրորդ փորձը անեն պետական հեղաշրջման։ Չի կարելի դա թույլ տալ։ Ուստի հարգելի հայրենակիցներ, կարծում եմ այն ինչու մասին մենք ձեր հետ խոսում ենք, այն վերլուծությունները, ուղիները, հատկապես այն իրավիճակում, երբ որ մենք տեսնում ենք, որ Իրանը շատ ծանր իրավիճակում է գտնվում եւ մենք պետք է շատ ուշադիր լինենք այդ ուղղությունով, ուշադիր վերլուծենք, տեսնենք թե ինչ է կատարվում եւ դրա մասին առանձին կխոսենք։ Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմ է գնում, գիտեք, որ հարվածներ են տեղի ունենում տարբեր ուղղություններով։ Ես շատ զբաղված էի վերջի օրերի ընթացքում, հաշվի առնելով դա, չեմ ունեցել հնարավորություն, որ ձեզ մանրամասն տեղեկատվություն պատրաստեմ այդ թեմայով, բայց չնայած դրա ցանցում մեր տարբեր վերլուծաբանների կողմից շատ տվյալներ կան, ուրեմն Իրանի եւ Իսրայելի, Միացյալ Նահանգների այդ պատերազմի մասին, ուստի չեմ կարծում, որ տեխնիկական մանրամասները, հատկապես երբ շատ զբաղված եմ, ձեր համար կարևոր լինի հենց այս ալիքում ստանալը, բայց ընդհանուր վերլուծությունը դուք գիտեք, Իրանը չի ունենալու միջուկային զենք, վերջ, չի ունենալու, չի լինելու դա։ Եվ ուստի բոլոր քայլերը ձեռնարկվում են այդ ուղղությունով, այդ թվում Միացյալ Նահանգների կողմից Ֆորդոյի եւ ուրիշ միջուկային կենտրոնների վրա հարվածներ հասցնելը, որը կարելի ասել մեծ մասամբ լուծել է հարցը, եթե լուծված չէ, ապա կլուծվի միջև վերջ։ Երեկվա հարձակումները Իրանի, ուրեմն Կատարի եւ Բահրեյնի ուղղությունով եւ Քուվեյթի կարծես նաեւ իրանք մեծ կարևորություն ունեն, դա սիմվոլիկ քայլեր են, թողան են սիմվոլիկ քայլերը, որևէ բան դա չի փոխում։ Իրականում 3 կարևոր հայտարարություն արեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ ռեժիմի փոփոխության հարց է դրված օրակարգում։ Մեր համար, Հայաստանի համար կարևորագույն է, որ ռեժիմի փոփոխությունը շատ կարևոր է, որ տեղի ունենա, որովհետև մյուս տարբերակը ռեժիմի փոփոխության դա էթնիկ առումով փլուզումն է Իրանի, գիտեք, մենք էթնիկ առումով վերլուծել ենք ձեր հետ միասին քարտեզը եւ գիտեք, որ այդտեղ կա էթնիկ ադրբեջանցի խնդիր, նկատի ունեմ հարավային Ադրբեջան տարածք կոչվածում, որը Իրանում կոչվում է Արևմտյան եւ Արևելյան Ադրբեջան հատվածներ, եւ Ադրբեջանը եւ Թուրքիան ունեն ցանկություն, որ այդտեղ սեպարատիզմ զարգացնել, ինչը մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար եւ իհարկե Հայաստանը պետք է հաշվի առնի այդ լուրջ մարտահրավերները, հատկապես որ Իրանի ուղղությունով հիմա կա մատակարարումների խնդիր, հնդկական զենքի նկատի ունեմ ինչպես օդով, նաեւ ցամաքով կլինեն այդպիսի խնդիրներ, ես ենթադրում եմ, սա իմ կարծիքն է, ես ինչ այստեղ ասում եմ, բոլոր տվյալները միշտ հանրային աղբյուրների տվյալներ են, որևէ տվյալ չկա եւ չի լինի ուրեմն փակ աղբյուրներից, բոլոր տվյալները գալիս են միայն հանրային ուրեմն եզրափակումներից, ինչպես նաև վերլուծություններից եւ աղբյուրներից։ Կարող է ինչ որ իմ ասածը չլինի հանրային, բայց սա վերլուծության արդյունք է, որը համընկնում է իրականության հետ, այլ ոչ թե փակ աղբյուրների ուրեմն բարձրաձայնում, ինչը շատ կարևոր է։ Ինչը նշանակում է այն, որ մենք ունենք հարավում լուրջ խնդիրներ եւ
հատկապես աճում է Վրաստանի կարևորությունը, Վրաստանի մասին մենք ձեր հետ առանձին խոսենք, այստեղ շատ բարդ իրավիճակ է ստեղծվել վերջի օրերի ընթացքում, ձերբակալել են ընդդիմության բոլոր առաջնորդներին, կարելի ասել, այո, բոլորին գրեթե։ Եվ դա արդեն շատ լուրջ է, որովհետև ձերբակալումները ուրիշ փուլ են անցնում, բայց մենք գիտենք, որ իսլամական, ուրեմն կազմակերպությունը, իսլամական պետությունների կազմակերպությունը Ստամբուլում ընդունել է մի հռչակագիր, ըստ որի այդպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզն է տարածվում Հայաստանի վրա, մենք տեսանք եւ սպասում էինք նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարությունին, որը քննադատեց իհարկե այս ընդունած ուրեմն հռչակագիրը, հայտարարությունը եւ ընդհանուր առումով ես շատ դրական եմ գնահատում ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունը, որը անհրաժեշտություն էր, զուգահեռ նրա, որ Հայաստանը ճիշտ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ եւ այն քայլերը, որը վարչապետ Փաշինյանը արեց Ստամբուլում այցի ընթացքում, կարծում եմ շատ կարեւոր է Հայաստանի անվտանգության համար, դա է մեր գլխավոր նպատակը, Հայաստանի անվտանգության խնդիրը։ Եթե դրա համար պետք է այդպիսի այց եւ այդպիսի հանդիպումներ, ուրեմն Հայաստանի վարչապետը կատարում է հենց այն, ինչ պետք է Հայաստանի պետական շահերին, այլ ոչ թե էմոցիոնալ որոշումներ է կայացնում, էմոցիոնալ մակարդակի վրա մենք կարանք լրիվ ուրիշ պատկերացումներ ունենալ ստեղծված իրավիճակի մասին։ Կարևորագույն առաքելությունը հիմա իսլամական պետությունների հետ փորձել փոխել դինամիկան հարաբերությունների դեպի դրական, որովհետև սա լուրջ վտանգ է պարունակում, հատկապես այն իրավիճակում, երբ որ Թուրքիան եւ Ադրբեջանը հիմա գազազված սպասում են, որ մի ձև միջանցք բացեն կամ Հայաստանի տարածքով կամ Իրանի տարածքով։ Եթե այդպիսի միջանցք լինելու է, ապա մեր պատկերացում պետք է լինի, որ Հայաստանի տարածքում պատերազմ չլինի։ Եթե պատերազմ է Իրանի տարածքում, ապա մենք որևէ բան այդտեղ չենք կարող անել։ Ուստի Ադրբեջանը եւ Թուրքիան կարող որոշում կայացնել, որ ինչ որ փուլում սեպարատիզմը աջակցեն բացահայտ Իրանում, ինչը լուրջ վտանգ է։ Հայաստանը պետք է շարունակի գնալ դեպի արևմուտք, ուրիշ տարբերակ չկա, մենք ճիշտ քաղաքականություն ենք վարել երկար ժամանակ է եւ շարունակում ենք բոլորս վարել։ Խնդիրը մնում է Վրաստանում, մնացածը դուք արդեն գիտեք, Վրաստանում ինչ ջանքեր եմ տրամադրում, ինչու համար եմ սա անում, մեր Վրաստանի ուրեմն շահերի համար, առաջի հերթին, դա միշտ պետք է ընդգծեմ եւ բոլորի համար կարծում եմ սա շատ պարզ է, Վրաստանի քաղաքացիները առաջի հերթին Վրաստանի շահերի համար են պայքարում, Վրաստանի հայերը նաեւ Վրաստանի հայ համայնքի շահերի համար, բայց նաեւ իհարկե Հայաստանի ապագան, Հայաստանի եվրոպական ապագան մեր համար կենսական նշանակություն ունի, ինչպես հայեր, եւ դա շատ պարզ եւ նույնիսկ կարծում եմ բացատրել դա շատ դեպքերում պետք չէ, որ ավելորդ խոսքեր չասվի։ Ընդհանուր առումով դուք հասկանում եք, ինչ պայքար է տեղի ունենում եւ Վրաստանում մենք շարունակելու ենք այս պայքարը։ Այս փուլում ես այսքանով կսահմանափակվեմ, կարեւոր է ինչ տեղի է ունենում, շարունակելու ենք աշխատել, շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք